Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք շարունակում ենք մեր աստվածաշնչյան ճամփորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ այսօր մենք հասել ենք երկրորդ օրինաց 9-րդ եւ 10-րդ գլուխները։ Այս գլուխներում Մովսեսը շատ ուղիղ կերպով հիշեցնում է Իսրայելին մի կարևոր ճշմարտություն։ Նրանք արդար չէին իրենց գործերով։ Օրինացի 9-րդ գլխում նա ասում է. «Մի ասա քո սրտում, թե քո արդարության համար է Տերը քեզ տալիս այս երկիրը»։ Սա շատ ուժեղ խոսք է։ Աստված հստակ ասում է, որ իր օրհնությունը մեր արժանիքների վրա չեն հիմնված։ Մովսեսը նույնիսկ հիշեցնում է ոսկե հորթի պատմությունը, երբ ժողովուրդը ապստամբեց Աստծո դեմ։ Այսինքն նույն մարդիկ, որ ստանում էին Աստծո խոստումները, միևնույն ժամանակ սխալներ էին անում։ Սա մեզ տանում է մի շատ կարևոր հայտնության։ Եթե ամեն ինչ կախված լիներ մեզանից, ոչ ոք չէր կարող կանգնել Աստծո առջև։ Եվ հենց այստեղ է բացահայտվում Հիսուս Քրիստոսի կարիքը։ Հիսուսն է մեր արդարությունը։ Հռոմեացիների 3-րդ գլխում է ասում. «Բոլորը մեղանչեցին և զրկվեցին Աստծո փառքից, բայց ձրի արդարացվում են Հիսուսի շնորհիվ»։ 10-րդ գլուխում տեսնում ենք մի շատ գեղեցիկ բան։ Աստված նորից է տալիս օրենքը։ Չնայած ժողովրդի անհնազանդությանը, Աստված չի դադարում իր հարաբերությունը նրանց հետ։ Սա շնորհ է, սա ողորմություն է, սիրելիներ, եւ սա հենց այն է, ինչ ամբողջությամբ բացահայտվեց Հիսուս Քրիստոսի մեջ։ Աստված մեզ չի լքում նույնիսկ, երբ մենք սխալվում ենք։ 10-րդ գլխում նաև գրված է. «Թլպատեցեք ձեր սրտերը»։ Սա շատ խորը հոգևոր իմաստ ունի։ Խոսքը արտաքին օրենքի մասին չէ, այլ սրտի փոփոխության։ Եվ սա այնն է, ինչ Հիսուսը եկավ տալու։ Նա եկավ փոխելու մարդու ներսը, ոչ միայն վարքը։ Երբ մարդը փոխվում է ներսից, նրա կյանքը նույնպես փոխվում է։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ մենք չենք փրկվում մեր գործերով, այլ Աստծո շնորհով, Եփեսացիս 2:8-ն ասում։ Եվ այդ շնորհը մարմին դարձավ Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Աղոթենք սիրելիներ, Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո շնորհի համար։ Շնորհակալ ենք, որ մեր արդարությունը քո մեջ է, ոչ թե մեր գործերի մեջ։ Օգնիր մեզ, որ մեր սրտերը փոխվեն եւ ապրենք քեզ համար։ Շնորհակալ ենք քո ողորմության համար, որ երբեք չի ավարտվում։ Ամեն։ Սիրելիներ, եթե այս ուսուցումը օրհնություն էր քեզ համար, կիսվիր քո ընկերների հետ եւ մեկնաբանություններում գրիր, թե Հիսուսին ինչպես տեսար եւ որտեղ տեսար։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։